Բարի առավոտ։ Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, այսօր ապրիլի 9-ն է, օրը չորեքշաբթի։ Եվ հերթական աշխատանքային շաբաթը նախ կիսվեց, եւ հետո ընթացքի մեջ է, մենք էլ շարունակում ենք առավոտը սկսել ձեզ հետ, շատ սիրելի հեռուստադիտողներ։ Հետաքրքիր է, որ միշտ ապրիլի սկզբին ապրիլը իր սկզբով աչքի է ընկնում տեղումներով եւ այստեղ էլ ունենք մեր յուրահատուկ ավանդույթը։ Այո, եւ ասում են, այո, այս օրերին անձրևների մեղավորը պարավի բարկությունն է։ Իսկ ժողովուրդն ասում է, որ պարվիուլերն են եկել, միջև չանցնեն, գարուն չի գա, ախ այդ պարավը։ Դե հուսանք, որ այդ օրերը շուտ կանցնեն եւ կվայելենք գարնանային ջերմ արևը վերջապես եւ մնայուն ջերմ արևը, բայց քանի դեռ պարվիուլերը արդիական են, այո, նշենք, որ առաջիկա օրերին եւս մայրաքաղաքում մարզերում սպասվում են անձրևներ։ Եվ այսօր վաղը Երևանում սպասվում է նաեւ քամուշ գնացում, հարգելի հեռուստադիտողներ, իսկ լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 8-ից 10 աստիճան, այ պարավիուլերը գալուց սենց պիտի գա, որ ցերեկն էլ 6-ից 8 աստիճան նվազում դիտվի։ Շատ ազդեցիկ մուտք ունի այսօր, այո, այս եղանակին պարավին ես պատկերացնում ստիլնի հագնված, ուլերը ձեռքը։ Արդեն այս չէ 21-րդ դարում։ Հեռախոսը ձեռքը հաստատ սոցիալական մեդիաներում կա։ Մինչ օրվա թեմաների մասին պատմելը ներկայացնենք մեր գործընկերոջը Դարոինկ ընկերությանը, որովհետև շատ կարևոր է, չէ՞, մեզ համար համեղ նախաճաշը։ Շատ կարևոր է։ Շատ կարևոր, իսկ Դարոինկ ընկերությունը հայկական շուկայում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող լավագույն ընկերություններից մեկն է եւ շուրջ 27 տարի է իր սպառողին ներկայացնում ավելին քան 200 անուն քաղցրավենիք։ Դարոինկի արտադրանքը հիմնված է բացառապես բարձր որակի, ապահովման, համի պահպանման վրա։ Ընկերության արտադրած քաղցր ձողիկները շատերի մանկության անբաժան մասն են կազմում, իսկ ահա Արչուկ հերոս Դենին դարձել է ընկերության խորհրդանիշներից մեկը։ Ուրախությամբ տեղեկացնենք, որ Դարոինկ ընկերությունը Դենի ապրանքանիշով նոր շարք է ներկայացնում։ Այն ներառում է շոկոլադապատ սնկիկներ, կրուասաններ, բիսկվիտներ եւ կեքսեր, որոնք իրենց համով, բարձր որակով եւ գեղեցիկ փաթեթավորմամբ նպատակ ունեն շարունակելու բրենդի հարուստ պատմությունը։ Իհարկե, ի ուրախություն ծնողների Դենիի տեսականին իդեալական տարբերակ է երեխաների դպրոցական ընդմիջումների, լանչերի, ընկերներին հյուրասիրելու եւ պարզապես համեղ պահերի համար։ Դա հրաշալի է եւ Անահիտ սկզբում ձեր համքարության ներկայացուցիչներն են գալու։ Բարի լույս։ Համառոտ նախ մեր եթերի մասին մայիսի 6-ին Հակոբ Արոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Կուսակալը պատմական դրամայի պրեմիերան։ Բեմադրության առաջնախաղից առաջ հետաքրքիր զրույց կունենանք ստեղծագործական կազմի հետ եւ թե կարծես մեկնարկում են տարատեսակ սիրված փառատոնները։ Այո, ապրիլի 18-ից 20-ը տեղի կունենա Զատիկ գինու փառատոնը, որի ընթացքում սպասվում են բազմաթիվ միջոցառումներ, համեղ խոհանոց, լավ երաժշտություն եւ իհարկե հետաքրքիր անակնկալներ։ Դա պետք է որ քեզ ավելի շատ հիմա ոգևորի, ուրախացնի։ Այս ամենի մասին մանրամասն կպատմեն մեր հյուրերը, նաեւ տեսահոլովակի պրեմիերա կլինի մեր եթերում։ Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր երգ տեսահոլովակ ունի, երգ կոչվում է Օրերով։ Հենց այդպես էլ կոչվում է, երգի տեսահոլովակի պրեմիերայից առաջ հետաքրքիր զրույց կունենանք սիրված երգչուհու հետ, բայց այս ամենի ընթացքում մենք կթերթենք մեր մշտական էջերը, կծանոթանանք հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի կյանքի չափազանց հետաքրքիր փաստերին եւ կպարզենք օրվա բաղադրատոմսը, ինչպես միշտ այսօր էլ 3 եւ վաղը քնած թե արթմնի Ստաթենիկը շատ համեղ իրատու բաղադրատոմս կառաջարկի եւ թե ինչ մթերքներ են անհրաժեշտ կպարզենք քիչ անց։ Մինչ Ստաթենիկին ողջունելը պատմենք մեր համեղ գործընկերոջ մասին։ Սիրով ցանկանում ենք ձեզ ներկայացնել մեր գործընկերոջը Աթենք լուսամթերքի ընկերությունը, որը ոլորտի բացարձակ առաջատարն է։ Արդեն 3 տասնամյակից ավել ընկերությունը բազմաթիվ ընտանիքների առօրյայի մի մասն է դարձել եւ հաստատուն քայլերով զարգացնում է հայաստանյան սննդամթերքի շուկան։ Որպես օրվա լավագույն սկիզբ եւ հագեցնող նախաճաշ առաջարկում ենք օրեսկսել Աթենքի սարդելկաներով, որոնք սննդարար են, համեղ եւ պատրաստված են բացառապես հատնտիր մսակտորներից։ Աթենք
Աթենքի սարդելկաները յուրաքանչյուր հավաքույթ ընդմիջում կամ ընթրիք կդարձնեն առավել համեղ։ Ու չնայած նրան, որ սարդելկան ստեղծվել է 19-րդ դարում Գերմանիայում որպես արագ սննդի լուծում, այսօր Աթենքը այդ գաղափարը հասցնում է մի նոր մակարդակի, ավելացնելով ինքնատիպ համեր, հատուկ ընտրված բաղադրիչներ, անսահման սեր եւ հոգատարություն։ Դարձրեք ձեր օրը Աթենքի հետ ավելի համեղ հաշված րոպեներում։ Դե հարգելիս Աթենիկ, ինչպես տեսնում ես, պարավը իր ուլերի հետ եկել է եւ էնել ոնց է ներկայանում, օդի ջերմաստիճանը կնվազի, անձրևներ, մարզերում նույնիսկ ձյան տեսքով այն կլինի, զգույշ եղիր, պարավն է եկել ուլերով, Աթենիկ։ Բարի լույս Սաթ։ Բարի լույս, իրականում եղանակային այդ փոփոխությունները մեր տրամադրության վրա չի ազդում, որովհետև մենք ունենք պայմանավորվածություն, ամեն ինչ անում ենք այն արևը, որը պակասում է բնության մեջ, մենք տալիս ենք ձեզ ամեն Աստծո առավոտ։ Սիրելի հեռուստադիտողներ, այո, չենք տրտնջում, արդեն եղանակը կամաց դեպի լավն է գնալու, որքան էլ որ այս պահին անձրևում է, մի քիչ ցրտաշունչ է, դե գարուն է, այդպես էլ պետք է լինի։ Չենք բողոքում, վայելում ենք Գարնան այս օրերը։ Սիրելի հեռուստադիտողներ, ես առաջարկելու եմ պահքային սննդարար, շատ համեղ աղցան, վստահ եմ, այն հեռուստադիտողները, ովքեր պահքի շրջանում են, շնորհակալություն են ասում այս պահին նույնպես, որովհետև մենք նամակների տեսքով ստանում ենք ձեր շնորհակալական բարի անկեղծ խոսքերը։ Այսօր էլ զերծ չեմ մնալու, պահքային աղցան եմ առաջարկելու, իդեպ շատ հագեցնող։ Իմ ձեռքի տակ գլխավոր բաղադրիչներից մեկը դա ոսպն է, իդեպ լավ լվանալուց հետո անհրաժեշտ է օրինակ գիշերը 8-ից 10 ժամ, գուցե զարմանան շատ տնային տնտեսուհիներ, որովհետև գալիս են արագ լվանում են, հոսող ջրի տակ դնում են կաթսայի մեջ եւ եփում են, բայց երբ որ 8-ից 10 ժամ թողնում ես սառը ջրի մեջ, հենց այդ նույն ջրի մեջ էլ եփում ես, իր ամբողջ սննդարար նյութերը պահում եւ պահպանում են։ Սպիտակուցների մեծ աղբյուր է, այնպես որ խորհուրդս ինչ է, հետևեք այդպիսի պատրաստման ընթացքին, անմիջապես դուք էլ կզգաք ձեր օրգանիզմի վրա։ Այնուհետև գլխավոր երկրորդ բաղադրիչը դա քինոան է, որը իհարկե մեր գործընկերոջ կողմից առաջարկված Tonian's Family Company-ն ունի համեղագույն սպիտակ քինոա, որը ես հիմա ձեր աչքի առաջ բաց կանեմ, կլցնեմ կաթսայի մեջ, իհարկե հոսող ջրի տակ ես կլվանամ, լվանալուց հետո նոր կդնեմ արդեն եփվելու։ Քինոան գլխավոր բաղադրիչներից մեկն է, իհարկե հարկավոր է նաև համեմունքներ, սխտորի փոշին կվերցնեմ, ինչու ոչ, կարող ենք վերցնել կարմիր աղացած պղպեղը, այսպես եւ դասական սև պղպեղ, հատիկավոր, բայց աղացած է, չէ, աղացած, այստեղ է աղացած, այս տարբերակը ես կվերցնեմ։ Դե ինչ, վերցրեցի համեմունքները, վերցրեցի քինոան, որը բաց կանեմ, կլցնեմ կաթսայի մեջ, հոսող ջրի տակ կլվանամ, այնուհետև կդնեմ արդեն եփվելու։ Իդեպ քինոան նույնպես սպիտակուցների աղբյուր է հանդիսանում, իսկ այս բանին ամբողջ տեսականին ձեր էկրաններին է, ես էլ սիրով ներկայացնում եմ մեր գործընկերոջ կողմից առաջարկված համեմունքները։ Հարգելի հեռուստադիտողներ, շուրջ 20 տարի Tonian's Family Company Zolotoye Testo ապրանքանիշի մշտապես թարմացվող տեսականին, յուրահատուկ դիզայնը, հարմարավետ ժամանակակից փաթեթավորումը դարձնում են Zolotoye Testo ապրանքանիշը ոչ միայն հուսալի ընտրություն, այլ կատարյալ լուծում յուրաքանչյուր խոհանոցում ցանկացած ուտեստի համար։ Չմոռանամ ասել, որ արդեն հասանելի են Մասիս ապրանքանիշի կրուպեղենը։ Ուրախությամբ նշեմ եւ մեր հեռուստադիտողներին էլ շտապեմ ուրախացնել, որ արդեն իսկ վաճառքում է բոլորիս կողմից սիրված օգտակար քինոան, որը այսօր ես պատրաստելու եմ։ Բացի այս, նաեւ հրաշալի ակցիա է գործում։ Գնելով 1 տուփ չիայի սերմեր կստանաք նվեր 1 տուփ քինոա։ Սիրով նշեմ նաև, որ առաջին անգամ շուկայում նոր առաջարկ Zolotoye Testo ապրանքանիշի կողմից շեֆ խոհարարների եւ բոլոր խոհանոցների համար հատուկ ճիշտ պահպանվող հերմետիկ զիպ փականներով 1 կիլոգրամանոց փաթեթներ, որոնք թույլ են տալիս չտեղափոխելու այլ տարաների մեջ պահպանել համն ու հոտը շատ երկար ժամանակ, ինչը համեմունքների համար անփոխարինելի առավելություն է համարվում։ Սա իսկապես հրաշալի լուծում է խոհարարների համար։ Փաթեթները կարող եք գնել խանութներից կամ պատվիրել համագործակցություն զանգահարելով 099 99 04 66 եւ 094 60 84 14 հեռախոսահամարով։ Շարունակեմ թվարկել այն բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են այսօրվա աղցանի համար, բողք, կարմիր, որը արդեն հասցրել եմ երկարավուն կտրատել, ջրի մեջ եմ դրել, որպեսզի այն գազերը, որ կա պարունակում է իր մեջ ամբողջությամբ դուրս գա, հասցրել եմ նաև սամիթը մանր կտրատել եւ անհրաժեշտ է վարունգ, հազար եւ սոխ, այսինքն սոխ սխտոր։
Այդպիսին է լինելու այսօրվա մեր համեղ աղցանը։ Ձիթայուղի մեջ առանձին ես թանձրոկը պատրաստելու եմ, հետո համեմելու եմ ամբողջությամբ աղցանը։ Դե ինչ ուզում եմ ներկայացնեմ նաև մեր մյուս գործընկերոջը, խոսքը իհարկե Դարոյինքի մասին է։ Քաղցրություն է ապահովում բոլորիս։ Այս վային ձեր էկրաններին է, ես էլ սիրով ներկայացնեմ մեր գործընկերոջ առաջարկած քաղցրավենիքները։ Շարունակելով արտադրական ակտիվ գործունեությունը, Դարոյինքի սիրելի քաղցրավենիքները վերադարձել են նոր տեսքով։ Խրխտան, շատ համեղ, շոկոլադե, կիտրոնի, շոկոլադի եւ պնդուկի, կատնաշոկոլադային եւ կատնային վաֆլիները, ինչպես նաեւ թարմ քաղցրաբլիթները այժմ ավելի գեղեցիկ, հարմար փաթեթավորմամբ ձեր եւ ձեր երեխաների համար։ Իսկ առաջարկվող համային լայն տեսականին կամբողջացնի ընտանեկան, ընկերական երեկոները, լցնելով դրանք քաղցրությամբ, ջերմությամբ։ Նշենք նաեւ, որ տեսականին առկա է բոլոր վաճառակետերում։ Դե իհարկե ես առաջարկեցի ոսպը, որպիսի տնային տնտեսիները, ովքեր տանն են 8-ից 10 ժամ թողնեն սառը ջրի մեջ, այդ նույն ջրի մեջ խաշեն, իհարկե լվանալուց հետո։ Ես այս պահին, քանի որ այդ ժամանակը չունեմ, եթերային ժամանակը սուղ է, պարզապես լավ լվանալուց հետո քինոան եւ ոսպը դնելու եմ, որպիսի գազօջախի վրա նրանք եփվեն 20 րոպեն բավարար է երկուսի համար էլ։ Դե ինչ խոսքը փոխանցեմ Անահիտին եւ Արտակին, որպիսի նրանք շարունակեն, ես էլ սկսեմ իմ աղցանի պատրաստման ընթացքը։ Համեցեք։ Շնորհակալություն Սաթունիկ խոսքը փոխանցելու համար։ Այսօր մենք շատ հյուրեր ունենք, մեզ մնում է հիմա դիտել գովազդ, հետո վերադառնալ, որպեսզի բոլոր հյուրերին Անահիտ հերթով դիմավորենք դրանք։ Այո, հագեցած եթեր է սպասվում, այնպես որ դիտենք գովազդ, վերադառնանք մեր ընթացքին։ Արդեն սկսել ենք մեր զրույցը, շատ սիրելի հեռուստադիտողներ, եւ Մայիսի 6-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մեծ պրեմիերա է սպասվում։ Հանդիսատեսին կներկայացվի Կուսակալը պատմական դրաման, որտեղ ներկայացվում է 3-րդ դարի վերջին մեծ հայքի 29-ամյա անիշխանության շրջանը։ Առաջնախաղից առաջ շատ հետաքրքիր զրույց կունենանք եւ սիրով ներկայացնենք մեր հյուրերին, տաղավարում են Կուսակալը ներկայացման բեմադրող ռեժիսոր Արտուր Սահակյանը, բարի առավոտ, պարոն Սահակյան, եւ գլխավոր դերակատար Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը, բարի լույս, շատ ուրախ ենք ձեզ սիրուն կարել եւ միջնամասում պիեսի հեղինակն է, նեղվածքով եք նստած Սամվել Մհրյանը, ուրախ ենք ձեզ սիրուն կարել, բարի առավոտ, ձեր մուսան երբ է գալիս, բարի լույս, ստեղծագործեք, գրեք, ամենական երբ գալիս է ժամային այսպես համարապակումներ չկա։ Բարի լույս ձեզ։ Շատ ուրախ ենք։ Իդեպ մենք երեք փորձում ենք փնտրել, ավելի ճիշտ Անահիտը Կուսակալը որտեղից կամ պարզվեց դա ինչ որ վեպի հիման վրա է գրված, խնդրում եմ մեզ ասեք սկզբնախտյուրը որտեղից է առաջացել գաղափարը։ Փոթորկից առաջ վեպի հիմքով է։ Փոթորկից առաջ իմ գրած վերջի վեպն է, 3 վեպերից երրորդն է։ Նկարագրում է Տրդատ մեծի նախաշրջանը։ Ամբողջը Տրդատի սպասումն է, անիշխանության շրջանն է, եւ դեռ Տրդատի թագավորությունը չէր հաստատվել։ Իսկ ինչ հատուկ հետաքրքրություն կար հենց այս ժամանակաշրջանին անդրադառնալը։ Հետաքրքիր համընկնում է մեր ժամանակաշրջանին, այն ժամանակ էլ անիշխանության շրջան է եղել ու անիշխանության այդ տարիներին հույս կար եւ հույսը արքայորդի Տրդատներ, որը զորանում էր Հռոմում եւ պիտի գար հայկական վերազարթոնքի հիմքը դներ։ Ովքեր են Կուսակալները։ Փաստորեն ձեզ է վերաբերում, պարոն Ստեփանյան։ Կուսակալները կառավարիչներն են, որոնք նշանակվում են տվյալ դեպքում նշանակվել էր Պարսից կողմից, որպես կառավարիչ։ Եթե ձեզ հետաքրում է այդ պաշտոնական կողմը, մեծ տերությունների կողմից նշանակված մարզային կառավարիչներ, եթե այսպես։ Եվ ինչպես հասկացանք պիեսում, այսինքն բեմադրության մեջ դուք հենց Կուսակալ եք, ձեր կերպարը Կուսակալի կերպարը։ Ինչով է առանձնանում, պարոն Ստեփանյան, հենց այս կերպարը։ Գիտեք, ինչ կերպարը շատ հարուստ է եւ ներաշխարհով եւ արտաքին դրսեւորմամբ, ունի անձնական դրամա եւ որը վերածվում է ողբերգության, անձնական ողբերգության, քանի որ գտնվում է երկատման վիճակում, գալիս է պահ, երբ գիտակցում է իր արած բոլոր սարսափելի հանցագործությունները, որոնք իր տասնամյակների մղձավանջների արդյունք են։
Եվ այստեղ գտնվում է երկատվածության մեջ մարդ, որը գիտակցել է իր արած մեղքերը եւ մարդ, որը ունի պարտականություն, որը պետք է կատարի։ Ծանր պարտականություն։ Այո, ծանր կուսակալի պարտականություն, այսինքն բռնակալ ըստ էության, որպես այդպեսին եւ միևնույն ժամանակ մարդ, որը գիտակցել է իր արած բոլոր սարսափելի մեղքերը եւ հիմա գտնվում է այդ մեղքերի քավման շրջանում, ցավալիորեն այդ մեղքի քավությունը ընկնում է իր անմեղ դստեր վրա, որը բացարձակապես կապ չունի այս ամեն ինչի հետ, իր արածի հետ, այսինքն պատիժը կրում է զավակը, ոչ թե ծանոթ։ Պարոն Ստեփանյան, ինչու ձեր կարծիքով հիմա պարոն Մհրյանը առանձնացրեց վեպից դարձրեց սա պիես եւ փորձեց կյանքի կոչել որպես բեմադրություն, ինչու հենց այս օրերին եւ մեր ժամանակահատվածում։ Նախ ասեմ, որ սա շատ ուսուցողական է մեր հանրության համար, հասարակության համար, որովհետև հիմա ժամանակն է, որպեսզի մենք ի վերջո վերադառնանք մեր իսկությանը, ով ենք մենք, ով են հայերը, որովհետև մենք տարալուծվել ենք այդ 100-ամյակների, 1000-ամյակների միջև, հատկապես վերջին 30 տարում սկսեց այդ տարալուծումը շատ ակտիվանալ մեզ մոտ, մենք մեր ինքնությունը կարծես կորցրել ենք։ Եվ մենք հիմա պահանջ ունենք, ամենայն դեպս ըստ իս, ես եմ այդպես կարծում, եւ հասարակությունն էլ պահանջ ունի լինելու կայուն, անկախ, չասեմ հզոր, դեպետ շատ եմ ուզում։ Կուսակալները դրան խանգարում են, թե օգնում։ Բնականաբար խանգարում են, կուսակալը չի կարող օգնել, որպեսզի անկախ լինի որևէ պետություն, որովհետև ինքը նշանակված է կառավարելու։ Դա գուբերնատորն են։ Այո, որը նշանակված է ուրիշ ազգի կողմից, ուրիշ պետության կողմից։ Հասկանում եք, տվյալ դեպքում Պարսկաստանի տիրապետության տակ է գտնվում Հայաստանը եւ Պարսիկ շահը նշանակել է կուսակալ, որպեսզի կառավարի, եւ այդ անկախության մասին խոսք լինել չի կարող։ Մենք հիմա մեծ պահանջ ունենք անկախության, մեծ պահանջ ունենք կայունության, մեր հասարակությունը մեծ պահանջ ունի հավաքագրման, որը հազարամյակներ չի եղել, մենք պիտի հավաքագրվենք։ Իհարկե մշակույթը միշտ օգնում է, որ մեր ինքնությունը ձևավորվի, նաև պահպանվի, այս դեպքում թատրոնը իր մեծ քարոզով նպաստում է նաև հավատի, հույսի ու այլ ուսուցողական քարոզներին։ Պարոն Սահակյան, անդրադառնանք բեմադրությանը որպես ռեժիսոր, ձեզ համար ինչով է անդրադառնում հենց այս ստեղծագործությունը։ Կուսակալի թեմայով, ասեմ ես ամենահայտնի կուսակալը երևի թե գրականության բերած, դա Պոնտացի Պիղատոսն է, որը որ Քրիստոսին մահապատժի ենթարկեց ինքը դա չկամենալով, այսինքն դա այդ ֆունկցիան է։ Կար երկու ժողովուրդ, Պաղեստինացի, իսկ Հռոմեացիք նշանակել էին Պոնտացուն, որ նա կառավարի այդ երկիրը, այ մոտավորապես այլ տիրապետության տակ գտնվող երկրի կառավարիչ, օտար մարդ։ Հիմա գիտեք ինչն է ամենաէականը այստեղ։ Չկա, գոյություն չունի պետություն, հայքը չկա, արդեն 29 տարի է հայքը չկա եւ հանկարծ թվում է թե մի ծաղիկով Գրիգոր Լուսավորիչ, Տրցատ թագավոր վերահաստատվում է հայքը եւ 14 տարի հետո ընդունում է այն հավատը, որ ամենապրոգրեսիվն է այդ ժամանակ եւ մինչեւ այժմ աշխարհի վրա Քրիստոսի ուսմունքը։ Սա կարծում եմ շատ մեծ հուսադրող բան է, թե որպես խորհրդանիշ եւ հանդիսատեսը հակված է տակերը փորփրել ու տենց ինչ որ երկրորդ, երրորդ ենթատեքստեր որոնել, կարծում եմ, որ այդ որոնումներն էլ իրեն կբերեն շատ կոնկրետ բաների, անալոգիաների, զուգակցումների։ Շատ մեծ պատասխանատվություն է, որտեղ շատ ծանր ներկայացում է, ինքը ծանր ասելով տարողունակ, էլեմենտար, ասեմ ձեզ մասնակցում եմ մոտ 20 Մասշտաբային է այսինքն անձնակազմը։ Սա ստացիոնարի ներկայացում է։ Մենք հիմա ուղղակի մասնավոր Միչել Սամվել Մահիրյանը բացի նրանից որ հեղինակն է հրաշալի ստեղծագործության, մարդ է, որը հանդգնում է գրել աղոթքներ այսօր։ Եվ գիտեք դա մեծ համարձակություն է։ Եվ բացի դա ինքը հանդիսանում է այս ներկայացման շարժիչը, ինքը պրոդյուսերն է, ինքը ինձ գտավ։ Ինքը հայտնա ի հայտ եկավ, ասեց իր մասին, գրքերը ինձ նվիրեց,
Եվ իր համառությունն է, որ այսօր այս ծանր գործ ինքը ծանր նկատի ունեմ ինքը նաև դրամա է ժանրովել է ինքը ծանր ուղղակի ծանր ես նկատի ունեմ սա թատրոնի գործ է ստացիոնար թատրոնի մեծ թատրոնի գործ է ինքը շատ ծավալուն է հիմա պիտի դրատակից դուրս գանք թատրոնում արել եմ մեծ ներկայացումներ հրապարակում արել եմ միջոցառումներ բայց բազակար մենք բազան ինքներս ստեղծելով հայ փորձում ենք այդ ամենի տակից ընդ որում շատ պատասխանատու է ինչը որ մենք խոսում ենք մեր պատմության պայծառ այդ հատվածի մասին սա չի կարող վրիպել չի կարող լինել անհետաքրքիր պիտի չլինի եթե լինի անհետաքրքիր մենք կփչացնենք այդ ամենը չի կարող չլինել ուսուցողական հիմա այսպեսի տենց սարսափների առաջ ենք կանգնած տեսնենք Ամեն պատասխանատվությունը ձեր վրա է պարոն Մհերյան հետաքրքիր տարբեր ժամանակ իր առանձնահատկությունն ունի հիմա 21-րդ դարը թվային ժամանակաշրջան է AI-երի ժամանակաշրջանն է աղոթք գրելուն զուգահեռ մենք հասկանում ենք որ կուսակալները այս դարաշրջանում բախվում են թվային անսահման մի ֆանտաստիկ իրականության, որտեղ կարող է կուսակալը շատ արագ տապալվել եւ շատ արագ վեր հառնել, օգտվելով այս նոր հնարավորություններից։ Այո, բայց մարդու հոգին միշտ նույնն է եղել, անկախ թվայինից։ Ու աղոթքը միշտ պետք է ընկնելու ժամանակ մարդուն ոտքի կանգնեցնելու համար։ Միանշանակ եւ հենց հատկանշական է, որ հենց այս դարաշրջանում մեր օրերում դուք շարունակում եք ստեղծագործել, գրել աղոթքներ եւ Պիեսում էլ է արտացոլված աղոթքները, աղոթական շատ ապրումներ ունեն։ Այնտեղ կա քահանա, կա Գրիգոր Լուսավորիչը, Քրիստոնյա այր։ Դա ես առաջարկում հիմա դիտել գովաստ, հետո վերադառնանք ու ձեզ հետ կամփոփենք զրույցը։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք խոսում ենք շատ հետաքրքիր մի ներկայացման մասին, որի պրեմիերան լինելու է մայիսի 6-ին, այնպես որ շարունակեք հետևել մեր զրույցին։ Ժամանակ ունենք, բայց հիշեցնենք մայիսի 6-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Կուսակալը պատմական դրամայի պրեմիերան, դրամայի պրեմիերան եւ մեզ արդեն քաբերն տեսնում եք։ Եվ մեզ իհարկե նվեր տվեց մեր շատ սիրելի պիեսի հեղինակը աղոթագրքեր Այբ մենք Այբ ուզում էի ասել, բայց ինձ թվաց աչքիս է երևում։ Արարիչ Քրիստոս։ Շատ հետաքրքիր է, իդեպ վեհապարի օրհնությամբ։ Հա, օրհնությունը կա։ Շատ է, պարոնայք, եկեք ամփոփենք արդեն զրույցը, Անահիտ վստահաբար։ Մենք ինչպես նկատեցինք, բոլորդ համակարծիք եք մի շատ կարևոր գաղափար եւ կիսում եք այդ գաղափարը։ Դա շատ կարևոր է ստեղծագործություն սկսելիս, երբ պիեսի հեղինակը, ռեժիսորը, նաև դերասանական անձնակազմը նույն օդն են շնչում, նույն սենյակում են գտնվում եւ այս պարագայում դա շատ ակնհայտ էր, որովհետեւ կրում եք ձեր մեջ եւ գաղափարը դա այդպես չէ։ Ընտրությունը ամբողջ անձնակազմի կատարվել է եւ կատարվում է այդ սկզբունքով, որովհետեւ այդ մարդկանց դա անտարբեր չլինի։ Իմիջիալոց չվերաբերվեն թեմային։ Որպեսզի հասկանան իրենց արածի կարևորությունը այսօրվա Հայաստանի համար։ Ես շատ ուրախ եմ, որ ընտրվել է այսպիսի մասշտաբային գործ, կարծում եմ արդեն ժամանակն է, որ մենք էլ ունենանք այսպիսի մասշտաբային գործեր եւ ինձներս դուր չնայենք այն հյուրախաղերին, որոնք գալիս են Հայաստան եւ մենք տեսնում ենք այդ ահռելի աշխատանքները, իհարկե մեծ ծանրություն է ձեր ուսերին, պատկերացնում եմ, թե իսկ կան որոշակի ռեժիսորական լուծումներ, որոնք շեշտված են ներկայացման մեջ։ Ամեն գործ իր լեզուն ունի։ Հիմա Մհերյանի վերած լեզուն փորձում ենք արտացոլել, հանել բեմ, մենք որպես թատրոնի մասնագետներ փորձում ենք այս դեպքում արդեն գործը թատերային դարձնելու եւ որպեսզի այն անպայման ունենա սպառում, անպայման ունենա սպառում, որտեղ մենք սովորել ենք սպառել այլ բաներ, հիմա մենք խոսում ենք բոլորովին այլ արժեքի մասին ու հուսանք, որ դա կդառնա պահանջարկված եւ ինչի՞ չէ մոդա եկել կդառնա դա իմանալը, դա տեսնելը, որ ես չգիտեի շրջանի մասին։ Այ շնորհիվ ու շատ ուրախ եմ հիմա, որ ես ունեմ այդ
մակերեսային գիտելիքները։ Հուսամ բոլորին պետք է դա։ Եվ պարոն Ստեփանյան, վերջում ձեր խոսքը այն հանդիսատեսին, որոնք պետք է գան այս ներկայացումը տեսնեն, որը ինչպես նշեցիք, խիտ է, գաղափարային առումով բավականին տարողունակ է, ձեր խոսքը նրանց Պատրաստված պետք է գան երևի թե ընկալելուն պատրաստված պետք է գան։ Մանավանդ դուք եք կուսակալի դերն եք տանում։ Չունեմ հանդիսատեսին, ես պարզապես ունեմ ցանկություն, որ ի վերջո մենք նորից վերադառնանք մեր ինքնությանը, ի վերջո մենք գտնենք ինքներս մեզ, կարողանանք գտնել, լինենք այդքան ստապ, այդքան առողջ մտածելակերպով հասարակություն, որ կարողանանք դիմակայել աշխարհին, որովհետև մենք այսօր դիմակայում ենք աշխարհին։ Ինչ է պետք մեզ դրա համար։ Հույս, հավատ, սեր։ Հույս, հավատ, սեր։ Ես ուզում եմ դրանից ավելի վեր ինչ-որ մի բան, դրանից ավելի վեր, հույս, հավատ, սիրոց ավելի վեր ինչ-որ մի բան, որը մեզ պակասում է։ Քիչ է, հույս, հավատ, սերը մեզ համար քիչ է արդեն։ Հույս, հավատ, սեր, կրթություն, ստապություն, շնորհակալություն շատ։ Բարի առաջնախաղ ենք մաղթում եւ կարծում եմ այն ինչ ասացիք մենք նույնպես միանում ենք այս աղոթքին, ասում ենք ամեն թող անպայման հասնի հաջողության, թող անպայման Ձեր գիծն էլ եթե նվիրում եք մեզ մեր փոքրիկ գրադարանում այն ուրույն տեղը կունենա։ Եվ մեր գիրքն ենք նվիրում։ Շնորհակալություն, սա բարելույթ է փոքրիկ գրադարանում իր տեղը կունենա։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնենք, որ հաճելի նորություն ունենք ձեզ համար 2025-ը Tony's Family Company-ի համար հոբելյանական տարի է, քանի որ բոլորիս կողմից արդեն սիրված Zalatoy տեստը ապրանքանիշը 20 տարեկան է։ Եվ համաձայն իր մենք կօգնենք որակով կարգախոսին արդեն 20 տարի է, ինչ որակը բարձր պահելով մեզ հնարավորություն է տալիս խոհանոցում անկաշկան ստեղծագործել ու յուրաքանչյուր ուտես դարձնել ել ավելի համեղ եւ յուրահատուկ։ Դե իհարկե Սաթանիկն էլ ամեն առավոտ պատրաստելով այս յուրահատուկ համեմունքներով մեր ուտեսներին տալիս է անկրկնելի համային երանգներ։ Ընդգծենք եւ առանձնակի կարեւորությամբ նշենք, որ ընկերությունը արտադրությունն ու փաթեթավորում իրականացնում է այստեղ մեր երկրում։ Իդեպ բացի համեմունքներից առաջարկում է նաեւ կրուպեղենի մեծ տեսականի, կարծես թեմայի շարունակությունն է մասիս խորհրդանշական ապրանքանիշով։ Սաթենիկ, տեսնում ես ինչ հետաքրքիր եւ պատկառելի հյուրեր ունենք, նրանց մոտ հարց էր առաջանում, արդյոք Սաթենիկը պատրաստում է եւ դուք հետո համտեսում եք։ Իհարկե, այո։ Գիտեմ մեր Սաթենիկը, դե գիտեք, որովայնը կուշտ պահելն է շատ կարեւոր։ Փոքրիկ աստվածային աճիկների շարքին է դասում։ Տեսնեք թե ինչ փուլում է հիմա Սաթը։ Սաթ։ Այո, շատ սիրելի հյուրերին ճանապարհելու ենք, ափսոս նրանք չեն կարողանալու վայելել այսօրվա իմ առաջարկած աղցանը, իսկ ես անհամբեր սպասելու եմ մայիսի 6-ին կայանալիք պրեմիերային ներկայ լինելու։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստում ենք պահքային, հաջողություն ձեզ, շնորհակալություն։ Պահքային համեղ աղցան, այստեղ լցնում ենք ոսպը, որը լվացվեց հոսող ջրի տակ, խաշվեց եւ իհարկե մեծ կաթսա է վերցրել, որպեսզի կարողանամ ամբողջությամբ խառնել։ Այնուհետև քինուան, որը խաշվեց, նորից լվացվեց հոսող ջրի տակ եւ խաշված պատրաստ է։ Այնուհետև մանր խորանարդիկներով հասցրել եմ կտրատել նաեւ վարունգը, թարմություն ապահովող, իդեպ սպիտակուցներով հարուստ է այսօրվա իմ առաջարկած աղցանը։ Ես կլցնեմ այստեղ նաեւ սամիթը, վիտամիններով հարուստ աղցան ենք ունենալու այսօր։ Այո, սպիտակուցների պակաս չենք ունենալու։ Եվ իհարկե կառանդնացնեմ ողկը, որը դրել եմ ջրի մեջ, որպեսզի այն գազերը, որը անհանգստացնում են, պարզապես դուրս է գալու։ Ուզում եմ ներկայացնել այս ընթացքում նաև մեր գործընկերոջը։ Խոսքը իհարկե աթենքի մասին է։ Այո, ես չեմ առաջարկում մսային կերակուր, բայց աթենք ունի այնքան լայն տեսականի մսային, այնպես որ դուք կարող եք ընտրել եւ վայելել։ Աթենք մսամթերքը կարևորելով բացառապես բարձր որակն ու շարունակելով լավագույն ավանդույթները, առաջարկում է սարդելկաներ, որոնք սերունդներին հիշեցնում են մանկության անմոռանալի համերը։ Աթենք մսամթերքը հոգացել է ձեր մասին։ Եվ կարևորելով ժամանակն ու միաժամանակ համեղ ուտելը, հիշեք, որ սարդելկան արդեն պատրաստի է եւ ուտելուց առաջ անհրաժեշտ է պարզապես տաքացնել։ Իդեպ գիտեիք, որ Խորհրդային Միությունում սարդելկան լայն տարածում ուներ հենց արագ հեշտ պատրաստվելու հատկության շնորհիվ։ Ինչ է մնում, կթողնեմ այստեղ, որպեսզի ամբողջությամբ ջուրը քամվի, նույնիսկ սա է պատրաստել։ Եվ միասին կկտրատենք 1000-ը։ Իհարկե մինչ 1000 կտրել եք ուզեմ ամեն դեպքում թանձրուկը միասին պատրաստենք, որի համար հարկավոր է սև պղպեղ, աղ, կարմիր պղպեղ, պղպերի փոշի եւ ձիթայուղ, որ այս առանձին տարայի մեջ ես լցնելու եմ։ Ահա։ Ինչի՞ չէ այստեղ քաղցրահասած պղպեղը շատ կծու չեմ անելու։ Եվ սխտորի փոշին, որը համապատասխան է այսօրվա իմ առաջարկած աղցանին։
դիթայուղ։ Նույնիսկ նոր մտածեցի, կարող եք ինչու ոչ մանանեխ անել։ Կավելացնեմ եւ կներկայացնեմ մեր գործընկերոջը։ Խոսքը իհարկե գուցեեմի մասին է։ Դե ինչպես միշտ այս պահին կհայտնվի ձեր էկրաններին, ես էլ կներկայացնեմ մեր գործընկերոջը։ Ինչպես նշեցի, ցանկանում եմ ներկայացնել արդեն իսկ հարազատ դարձած մեր գործընկերոջը՝ Goods-AM-ին, որը բացի այն, որ IKEA բրենդի ամենամեծ ներկրողն է, նաև կենցաղային տեխնիկայի եւ տնտեսական ապրանքների ամենամատչելի վաճառողն է Հայաստանում։ Ինչու գնալ խանութ եւ բոլոր գնումները ծանր տեղափոխել տուն, եթե կարող եք բազմոցին նստած հանգիստ, առանց շտապելու, ընտրել օրինակ ձեզ համար մազերի շամպունյը կամ լվացքի փոշին, ընդ որում ավելի մատչելի, քան ցանկացած սուպերմարկետում, եւ ստանալ արդեն իսկ ձեր տանը։ Չմոռանամ նաեւ նշել, որ այդ հնարավորությունը Goods-AM-ը ոչ միայն ընձեռնել է Երևանի բնակիչներին, այլ ամբողջ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին։ Goods.am քո on-line հիպերմարկետը Հայաստանում։ Ես պատրաստում եմ թանձրուկը, մի քիչ ավել ձիթայուղ կանեմ, կարող եմ մեզ բացանել։ Այսքանը բավարար է։ Եվ իհարկե 1000-ը միասին կկտրատենք։ 1000-ը թողել եմ ամենավերջում, որպեսզի թարմ լինի, եւ չենք մոռանում իհարկե, որ իմ ձեռքի տակ կա նաեւ կանաչ սոխն եմ ավելացնելու։ Իհարկե դուք կարող եք որոշել, ուզում եք թե չեք ուզում։ Ես զարդարելու համար չեմ թողել 1000, որովհետեւ վարունգները արդեն հասցրել եմ այսպիսի ափսեի մեջ զարդարել, լցնելու եմ մեջը, աղցանը հետո հանեմ, արդեն գեղեցիկ տեսքը ապահովված է լինելու։ Դե կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի տեղափոխվենք գործընկերներից մոտ, իրենք էլ անելիք ունեն, ես էլ արդեն կեզրափակեմ այսօրվա պահքային համեղ վիտամիններով հարուստ աղցանը։ Անահիտ, արտաքոսքը ձերն է։ Մենք անհամբեր կսպասենք։ Անհամբեր ենք, այո, սատ։ Եվ հիմա հարգելի հեռուստադիտողներ, դիտենք գովազ, որովհետև շատ անելիքներ ունենք, որ հերթով հասցնենք։ Վերադառնանք մեր տաղավար եւ այստեղ են մեր հյուրերը, սիրով ուզում ենք ձեզ ներկայացնել նրանց։ Եթե սիրում եք համեղ խոհանոց, հաճելի երաժշտություն, հայկական գինիներ ու ցանկանում եք ունենալ բարձր տրամադրություն, ապա ապրիլի 18-ից 20-ը կարող եք մասնակցել Զատիկ գինու փառատոնին։ Այո, Սուրբ Զատիկից առաջ սպասվող տոնախմբության բոլոր հետաքրքիր մանրամասների մասին կպատմեն մեր հյուրերը։ Տաղավարում են Հայաստանի գինիներ հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լիլիթ Գրիգորյանը, բարի առավոտ։ Ուրախ ենք սիրուն կալել եւ խորհրդի նախագահ Արեգ Խոջոյանը, բարի առավոտ։ Հենց առաջին քաղաքական հարց, ինչու ամսի 18-ին։ Չէ՞ որ պահքը չի ավարտվել, ամսի 19-ից հետո է ավարտում, իսկ դուք այդ ընթացքում խրախճանք եք անում, դա գայթակղություն չէ արդյոք։ Չէ, չենք կարծում, որ գայթակղություն է, նախ շնորհակալություն հրավերի համար, շնորհակալություն մեծ հյուրընկալելու համար ձեր գեղեցիկ տաղավարում եւ հարցի հետ կապված էլ ամենևին ոչ, նույնիսկ հակառակը, հա, հավատքն է ամրապնդում, ովքեր որ պահպանում են պահքը, ովքեր որ շարժվում են, հա, այդ եկեղեցական կարգով, իրենք պիտի չգայթակղվեն, այո։ Իսկ մենք պահպանում ենք պահքը այնքանով, որ չունենք գինու հյուրասիրություն, բաժակով միայն շշով կարող են ձեռք բերել, հնարավորություն է, որպեսզի նախորոք ձեռք բերեն, որ հետո արդեն լիաթոք խախտեն։ Այսա ուրիշ բան, այսինքն ոչ թե փորձության եք ենթարկում մարդկանց, Սոցիալական։ Արդեն 4 տարի է կազմակերպվում է միջոցառումներ, այս տարի ինչով է առանձնանալու, ինչ հետաքրքիր միջոցառումներ են սպասվում այս ընթացքում 18-ից մինչև 20-ը, այո։ Այո, փառատոնը տեղի ունենալու Seasons այգում, Դիանա Աբգարի այգում, Աշտոց պողոտայի վրա, օրերը եւ ժամերը շուտով կնշեմ։ Թերևս այս տարի տարբերվելու է նրանով, որ ավելի շատ օրակարգային տարբեր միջոցառումներ ունենք 3 օրերի ընթացքում, ունենք շատ հետաքրքիր երաժշտական խմբեր, երիտասարդ ստեղծագործողների խմբեր, ունենք շուրջ պար ամբողջ այգով 19-ին եւ 20-ին բոլորին հրավիրում ենք այդ ավանդույթին հայկական պարերը միասին պարելու, ունենք նաեւ հետաքրքիր այլ մասնակիցներ բացի մեր կազմակերպության անդամներից, մի խոսքով ավելի լավ տրամադրություն, ավելի բարձր տրամադրություն ու ավելի ինֆորմատիվ, ավելի հետաքրքիր անակնկալներ են սպասում, նաեւ մեզ այնտեղ սպասելու է Արենի Cave-ը, որտեղից որ գտնվել են, հա, որտեղ որ հավաստվել է թե քանի տարվա գինու պատմություն ունի Հայաստանը, իրենք էլ այնտեղ հետաքրքիր ծրագիր ունեն։
6100 6100 տարի մենք գինի ապացուցված տարիք։ Դա ապացուցված։ Ավելի հաշվի առնելով կներեք, հաշվի առնելով, որ ապացուցվել է, որ այս տարածաշրջանում խաղողը մշակվում է 11000 տարի, ու հենց գինեմետ խաղողներն են մշակվում 11000 տարի։ Հենց որ փաստը 6100 տարվա է գինեգործության, բայց հնարավոր է ավելի դե յուրի այնպես է արդեն։ Այդպիսի փառատոներին, որ մենք գալիս ենք, հետաքրքիր է շուկայական արժեքով են գինիները վաճառում, թե որոշակի զեղչեր կան, կամ որոշակի ավելի լավ հնարավորություններ կան գինիները ձեռք բերելու։ Ի վերջո այդ օրը այսպես մարդիկ հատուկ գալիս են ձեզ մոտ այցի։ Ինչպես է դա կարգավորվում։ Զատի գինու փառատոնի նպատակն է, որ սպառողը կարողանա գա ծանոթանա գինի արտադրողի հետ եւ բացի նրանից որ տենց հարցեր տան, խոսան, ծանոթանան իրար հետ նկարվեն, հետո գլուխ գովան, որ իրար ճանաչում են։ Հետնել ավելի Արենիի հայկին չէ օրինակ։ Հետնել ավելի մատչելի գներով ձեռք բերեն գինիներ եւ նպատակն է որ ոչ միայն հենց զատիկի կապակցությամբ այդ գինին ձեռք բերվի, այլ առիթից օգտվելով կարելի է տես մի քանի շիշ առնել, մի քանի տարբեր առիթների Տանը ունենալ իհարկե գինին երբեք կարծում եմ չի լինում։ Քիչ, այո, շատ չի լինում։ Այս տարի քանի արտադրող է լինելու։ 15 արտադրող է ներկայացած լինելու, կազմակերպությունը ունի 30 անդամ, որոնցից 15-ը ներկայանալու է իրենց արտադրանքով։ 15 արտադրող, ովքեր ունեն իրենց գինիների, ամեն մեկը ունի իր գինիների տեսակ, այսքան բազմազան է լինելու ընտրությունը։ Այո, մարդկանց համար։ Տարբեր խաղի սորտերով եւ դա մեր երևի երկրի հպարտությունն է, հա, որ ունենք այդքան տեղացին բազմազան սորտեր, հնարավորություն է, որ նաև ծանոթանան, թե ինչ ունենք Հայաստանը, ինչքան բազմազան է իր սորտերով, խաղողի եւ այլն։ Արտադրանքով Էլ ինչ փառատոն, եթե զվարճան խաղեր չկան, մարդիկ սիրում են իրենց այս մի օրինակ եւ դառ իրականության մեջ մի փոքր կտրվել, ինչ է սպասելու այդ առումով, հիմա ձեզ հեռուստադիտողները տեսնում են, արդյոք որ երեխաների հետ գան, ընտանիքի անդամները, արդյոք բոլորի համար կլինի հետաքրքիր։ Այո, ինքը հենց բուն ընտանեկան միջոցառում է, ընտանիքի համար ժամանց ապահովելու, որովհետեւ մեծից փոքր ապահովելու ենք իրենց համար ժամանց, փոքրերը ֆանտաստիկ անկյուն ունեն այնտեղ, որ շատ են սիրում, այնտեղ նույնիսկ իրար հետ վիճում են, թե ով է առաջինը նստելու, մենք եփած հավկիցներ ենք տրամադրում երեխաներին, որոնց վրա իրենք ստեղծագործում են, նկարում են, նկարազարդում են սննդային ֆլոմաստերներով, ու էլի շատ բազմազան, իսկ մեծերի համար գինով նկարչություն կա եւ այլն, այսինքն ու խաղեր շատ տարբեր, այսինքն լիաթոք ընտանիք այդ օրը այցելելով մեզ կարող է շատ հետաքրքիր ժամանակ անցկացնել եւ ինֆորմատիվ եւ ժամանցային։ Նամանավանդ որ Կիրակի օրը նաեւ բաժակով վաճառք է լինելու, այսինքն Կիրակի արդեն Արդեն իհարկե կարելի է։ Կիրակի տրամաբանական է արդեն։ Կիրակին նաև շատ ավելի հետաքրքիր կլինի մեծահասակների համար։ Այո։ Շատ լավ, հետաքրքիր է հայկական գինու մասին եվրոպական ռոպագանդայի առումով կամ դրսի շուկաների առումով մեր հարևան երկիր օրինակ Վրաստանը այդ առումով մի քիչ ավելի պոպուլյար է, թե մեր խապկանքն է այդպես, ձեր այսպես մասնագիտական կարծիք այդ առումով մեր գինին որքանով է պոպուլյար դրսում եւ ինչ առաջ խաղացում։ Մի 5-7 տարի առաջ միջազգային հարթակներում երբ որ մասնակցում ենք մրցույթների կամ ցուցահանդեսների, հայկական գինի արտադրությունը ոչինչ չէր ասում մարդկանց։ Հիմա արդեն հայկական գինին տրենդային, չգիտեմ ոնց է հայերեն, հենց այդպես, տրենդային, գերպոպուլյար հայերենով ասած, որ մարդիկ ճանաչում են թե Հայաստանը, թե հայկական գինեգործությունը եւ թե խաղողի սորտերը, ոչ բոլորը իհարկե, որ 400 անուն չգիտեն, բայց ամենահայտնիները արդեն ճանաչված են եւ ցանկալի են արտասահմանցի սպառողների համար։ Իրականում մեր ոլորտի ներկայացուցիչները շատ մեծ ջանքեր են ներդնում, որպեսզի հայկական գինին եւ գինեգործական ոլորտը զարգացում ապրի։ Կարծում եմ հիմա երևի արդեն ժամանակն է, որ սփյուռքի հայությունն էլ փորձի օգնել։ Եվ այդ օգնությունը իրականում շատ հաճելի օգնություն է։ Մեր օգնությունը պետք է լինի, որ մենք գնենք տեղական արտադրություն։ Մենք գնանք տեղական։ Մեծ օգնություն, այո։ Եթե ամիսը 1 ամեն հայ ընտանիք ամիսը 1 շիշ գինի ձեռք բերի, իրենց երկրում, իրենց քաղաքում, իրենց խանութում, մեծ նպաստություն կլինի։ Այդ հսկայական օգնություն կլինի ամբողջ Հայաստանին եւ ոլորտին, սկսած գյուղացուց, որ խաղող աճացում, մինչեւ արտադրություն։ Տեսեք, տեղական շուկայի համար մի այսպեսի անկեղծ հարց։ Իտալական շատ հայտնի գինիներ կան հենց այնտեղ Հռոմից որ ձեռք ես բերում։ Գինը եւ որակը իրանք հավասարազոր են։ Մեզ մոտ մի փոքր թանկ է
թե ինձ է թվում։ Իհարկե թանկ կարող է լինել շատ հայտնի պատճառներով արդարացիորեն։ Երևի թե տեսակից, բայց լավ գինին մեկ էլ տեսնում ես, որ ինչ-որ մի տեսակ շատ թանկ է, որ այդ դրանով կարող ես ուրիշ գինի ձեռք բերել, թե ոչինչ եք մտածում այդ առումով։ Ես ճիշտ այս կարծիքն ունեմ, ինքս իմ կարծիքն ունեմ այս հարցի հետ կապված, իրականում ինչքան էլ որ մենք հինավուրց ենք, հին պատմություն ունենք 6100 տարվա, բայց մենք միևնույն ժամանակ նոր ենք սկսում, վերածնունդ ենք ապրում, նորից ավանդույթներ ենք վերականգնում, փորձում ենք հասկանալ ինչպես է մշակվել, դրան ավելացնում ենք նորարարական մեթոդները եւ այլն, ու փաստացի մենք հիմա մեր առաջին սերունդն ենք ունենում, հա, եթե նայենք արդեն հին հայտնի գինեգործական երկրների, ու կարծես այս ամբողջ բեռը ընկել է այս առաջի սերունդի ուսերին, որը որ նաեւ մեր ՀԿ-ի կազմակերպության անդամներն են պատվով կրում իհարկե, ու բնականաբար այնտեղ ինքնարժեքն է շատ ավելի բարձր, խաղողն է շատ ավելի քիչ մեր երկրում դրանից էլ գալու ու շատ պայմանական իհարկե հարցեր կան, բայց կարծում եմ ժամանակի ընթացքում այս բոլոր խնդիրները լուծվելու են, եթե պետությունն էլ որոշակիորեն իհարկե մասնակցություն ունենա եւ աջակցի, մենք էլ կգանք կհասնենք ձեր նշած երկրների բանին, տեղական արտադրությունը մի փոքր ավելի հասանելի լինի միջին վիճակագրական մարդու։ Բայց մենք միևնույն ժամանակ չենք ձգտում, որ մեր գինին լինի էժան, որովհետեւ մենք քանի որ շատ քիչ ունենք խաղող ու մենք յուրահատուկ գինիներ ենք արտադրում մեր երկրում, չենք ենթադրում, որ մենք շուկայում, նույնիսկ միջազգային շուկայում պիտի լինենք ցածր գնային սեգմենտում, մենք պիտի լինենք միջին ու բարձր գնային սեգմենտում հատուկ գինիներ շարքում։ Մենք մեզ այդպես ենք տրամադրելով իհարկե մեզ դուր է գալիս պոզիցիան իրականում։ Շատ դուր է գալիս։ Եթե համեմատենք այդ էժան գինիները, արտադրողները ունեն մի քանի 100 հեկտար այգիներ, այնտեղ ավտոմատիզացված է ամեն ինչ եւ արտադրությունն էլ է շատ ավելի հեշտ ու ավտոմատիզացված։ Հայաստանում ամեն ինչը ձեռագործ է, այնց ամեն գիլայի հետ աշխատելով։ Դա լինի մեր հրապույր ձեռնարկարանալ է։ Այո, որովհետև շատ մեծ գերտերություններ արդեն վաղուց որդեգրել են այդ սկզբունքը, տեղական արտադրանքի սպառումը, շատ լավ բան ասացիք, շատ լավ կլինի, որ մեզանում նույնպես արկա լինի այդ մշակույթը ձեռք բերելու, գնալու միայն տեղական, միայն մի քիչ չափազանց ասացի, բայց ամեն դեպքում իհարկե տեղականի սպառումը լինի խրախուսված։ Ապրիլի 18-ից 20-ը նորից հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ կարող եք գալ Seasons-ի այգի, այնտեղ վստահաբար շատ հաճելի մթնոլորտ է լինելու։ Քանիսին է սկսվում առավոտյան։ Առավոտյան չի սկսում, քանի որ աշխատանքային օր է ամսի 18-ը, դե ուրբաթ օր է, հետեւաբար մենք սկսում ենք ժամը 5-ից մինչև երեկոյան 10-ը, իսկ հաջորդող օրերին շաբաթ եւ կիրակի արդեն ժամը 12-ից 10-ը։ Իսկ գինու բաժակով վաճառքը սկսելու ենք ամսի 19-ին ժամը 5-ից, երբ որ պահքից, ինչպես դուք նշեցիք, բոլորը դուրս են գալիս։ Դե շնորհակալություն ունեք ինչ որ բան ավելացնելու, այդպեսով էլ ամփոփենք։ Եթե թույլ տաք մի կոչ անեմ, հիմնականում Հայաստանում հայերս գինի խմելուն վերաբերում ենք շատ խիստ, ոնց որ քննություն լինի, ու ոնց վախկա որ կարող կտրվեն քննությունից կամ սխալ պատասխանեն։ Նկատի ունեք հարբել։ Նկատում եմ, որ հարցնում ես ինչու գինի չեք խմում, ասում դե ես գինուց չեմ հասկանում։ Իրականում շատ պետք չի հասկանալ գինուց, պետք է ուղղակի լցնել բաժակի մեջ, խմել, համով է, ուրեմն լավն է։ Եթե տենց խմեցիր ու շատ չհասկացար, ուրեմն լավ է։ Եթե վայելեցի, ուրեմն լավ է։ Պետք է հասկանալ։ Անչափ շնորհակալություն։ Մենք այդ օրը մաղթենք, որ դուք էլ վայելեք ընթացքը, մի բաժակ գինին ձեր ձեռքին որ լինի, ավելի լավ տրամադրությամբ կանցկացնեք ամբողջ օրը։ Մենք սպասենք ձեզ։ Սիրով կվայելենք այդ օրը։ Շնորհակալություն։ Հիմա մեր եթերում այո, գովաստ, հետո վերադառնանք մեր ընթացքին, որտեղ դեռ հյուրեր ունենք։ Բարի լույս բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան մեզ, մենք ունեցել ենք շատ հետաքրքիր հյուրեր եւ եթերը շարունակվում է։ Այո, շատ հետաքրքիր գեղեցկուհի հյուրով սիրված ու տաղանդավոր երգչուհի Սիլվա Հակոբյանը շարունակում է ուրախացնել երկրպագուներին նոր գեղեցիկ կատարումներով։ Այո, մեր եթերում տեսահոլովակի պրեմիերա, իսկ մինչև այդ օրոր երգի ու տեսահոլովակի մասին կզրուցենք։ Օրերով։ Մեր հյուրն է սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը, բարի առավոտ, ուրախ ենք հյուրընկալել։
առավել եւս ուրախ եմ, որ նորից ձեր հյուրն եմ։ Սիլվա, հետո ամեն անգամ նախորդ անգամ որ եկար, ասացիր դե հեսա սպասեք, շատ անակնկալներ են լինելու իրոք։ Ասացի հաճախակի եմ գալու ձեզ հյուր, փաստորեն խոսմանս տերն եմ, հա։ Եվ Քավլիցի թող միշտ այդպես լինի, միշտ ստեղծագործեք, այսպես գեղեցիկ ստեղծագործություններ մեզ տվեք, մենք էլ սիրով կլուսաբանենք եթերի ընթացքում։ Սիլվա, խոսքերի հեղինակը Մանեն է, երաժշտության հեղինակը դուք։ Ինչպես ստացվեց այդպես հաճախ եք գրում հենց դուք։ Չէ, ուրեմն անցյալ տարի մի տենց 2 ամիս երևի իմ մոտ այսպես մուսա եկավ, չգիտեմ որտեղից, ու այդ մուսայի ընթացքում ինձ մոտ ծնվեցին մի քանի երգեր, որից առաջինը այս երգն էր։ Ու առաջինը պետքա հենց այս երգը դուրս գար, ճիշտ է, ով ունին դուրս եկավ, որի նույնպես երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերին Մանեն։ Իսկ այս երգը 1 տարի շարունակ սպասեցի, մինչև որ ինքը պատրաստ եղավ, ինչ-ինչ պատճառներով գործիքավորումը չէր ավարտվում այս երգի, ու երևի այդպես պետք է լիներ, երևի ճիշտ էր ժամանակով, որ ինքը հիմա պետք է թողարկվեր, այդ պատճառով ահագին ուշացավ, բայց հետաքրքիր է, որ հիմա այդ մուսա ասվածը էլ չկա։ Մի պահ եկավ ու գնաց։ Իսկ ինչ եղանակ էր այդ ժամանակ, երբ եկավ մուսան։ Բարենպաստ ոսի ջերմաստիճանը 10։ Չեմ հիշում եղանակը, ներսում տակ էր, դրսում չգիտեմ։ Այդ է շատ կարևոր։ Ներսում տակ էր, հա, եւ չգիտեմ, ինչ որ հետաքրքիր տենց ինձ համար էլ էր դա շատ տարօրինակ ինչ-որ տենց պահ զգացողություն, որ եկավ առհասարակ, եթե նկատել եք, շատ կան մեր արտիստներից, որ օրինակ ուրիշի երգերն են, չէ, ստեղծած երգում, բայց մեկը գալիս է պահ իրանք են սկսում գրել իրանց երգերը։ Իմ պարագայում ես դա միշտ անկարևոր եմ համարել, որովհետև ես նույն ինձանից լավ անող այդ ամեն ինչի քույրը, ու միշտ էլ այդպես է լինելու։ Մանեին ջերմ ողջույններ քույրիկին, ու ուղղակի այս դիկտաֆոնի վրա այսպես որ իրեն ես ձայնագրեցի, հետո լսեցին եղբայրս, լսեց Մարտին Միրզոյանը, ով նաև գործիքավորումն է արել երգի, ասեցին հետաքրքիր բան կա երգերի մեջ, կարելի է իրանց կյանքի բերել ու ինձ համար իսկապես այդ շատ անսպասելի էր ու զարմանալի։ Առաջին գործն եք երաժշտություն գրելու։ Ես երաժշտություն էլի ա եղել, որ գրել եմ, խոսքեր եմ գրել, թե իմ համար, թե իմ գոլեգաների համար, բայց որպես հասուն տարիքում տեսնում հետաքրքիր մի բան։ Այն շատ հետաքրքիր է, սկզբում գրում եք բառերը, գրվում են բառերը, որի հիման վրա արդեն երաժշտությունն է ծնվում, թե հակառակը, հակառակը, քրոջս մոտել է այդպես, միշտ երաժշտությունը, հետո խոսքերը։ Դա այս վյուների դարաշրջանում գցել ես YouTube ու արդեն թվաբանությունը ոնց է զարգանում։ Արտակ ջան, նորմալ։ Ես ասեմ միշտ չեմ դիմում ինչ որ բաների, հա, որ անում ես, որպեսզի առաջ ընկնի, միշտ թողնում եմ իր օրգանիկ դիտումներով, հանգստություն մի արեք, ես տեսել եմ բավականին լավ աճ կա, հա, մի քանի օրվա ընթացքում 50,000-ից ավել դիտում։ Ուզում եմ ասել, հատուկ ոչինչ բան չի արվում։ Հատուկ ոչինչ չեմ անում, կարևորը գիտեք իմ համար այդ լավ կոմենտներն են, որ կան բոլոր հարթակներում, անկեղծ կարդում եմ կոմենտները ու բոլորը միավերան գրում են, այս ինչ լավն է, դա նշանակում է, որ իրոք ստացված է, ունի իր լսարանը, եւ այդ դիտումները իրանք կարող են լինել միանգամից, կարող են լինել աստիճանաբար, իսկ իմ դեպքում միշտ իրանք սենց դանդաղ իրենց տեղը գնում են ու զբաղեցնում են։ Едешь дальше будешь, կամաց գնաց։ Սիլվա, ով է տեսահոլովակի ռեժիսորը։ Դավիթ Ավագյանը, ում հետ արդեն 4-րդ անգամ եմ աշխատում, շատ տաղանդավոր տղա է ինքը, նաև ֆոտոգրաֆ է, բայց կարելի ասել տեսահոլովակային այս ստարտը ավելի շատ ինձ հետ ա եղել ու շատ հավանում եմ իր ձեռագիրը, դեռ շատ անելիքներ ունենք միասին։ Ընթացքը ինչպես է անցել։ Դուք եք պատկերացրել, թե ինքն է առաջարկել, ինչպեսի տեսահոլովակ համապատասխան կլինի։ Ինքն է իհարկե մտածում, մենք արդեն հագուստայինն ենք հասկանում, որ կերպարում ինչ կարելի է։ Օրինակ, այս տեսահոլովակը չեմ մոռանա ինչու, որովհետև այդտեղ կա տանիքի կադր։ Իսկ այդ երբ բարձրացանք տանիք, իբր ուզում էինք արևածագ նկարել, նախ այդ օրը արևը ոչ էլ ծագեց, ոչ էլ մայր մտավ։ Ոչինչ տեղի չունեցավ ու երկրորդն էլ ահավոր քամի սկսվեց։ Ուրեմն ահավոր քամի, որ ինձ արդեն տանում է այդ քամին, դա էր հերիք չէր, անձրև ահավոր, ու ես այսպես թրջված մկամ պես տուն եմ մտել, շատ մրսած, բայց կարևորը կարողացանք որոշ կադրեր ստանալ։
Սիլվա, հետո ես հիմա որ սոցիալական ցանցերը թերթում եմ, մի հատ նոր տրենդ է հայտ եկել, չգիտեմ դու հետևել ես թե չէ, քո երկն են բոլորը երգում։ Մազերը։ Հա, Սայատնովա այդ երգը, դա ամեն երկրորդ ռիլին հիմա ինչ որ վերակենդանացել է այդ երգը, չգիտեմ որտեղից են արել, բայց տեսել ես ինչքան շատ է տարածվել։ Տեսել եմ, ասեմ սենց տարբեր ինչ որ, հա, մեկ վերջ երկն է, մեկ սիլոյի պարն է, մեկ թիթիզն է, մեկ չգիտեմ, սենց անդադ ինչ որ տրենդներ է հայտնվում ուգնում, չեմ էլ հասցնում այդ կանա հետևեմ, բայց հա վերջես նկատել եմ Ալովանել կա մեջը որ անում են մազերը տրեհան, սպարում են տակը մեծ ու փոքր Ջոզևեր են անում, այո։ Շատ հավեսն է ստացվել։ Այդ ակիր այս տարիները Սիլվա, ցակիր մարդիկ աուդիտորիան որ նայում ես, որոնք են այդ top 3 երգերը, որոնք անջնջելի են քո երգացանկում, որոնք միշտ արդիական են, ինչքան են ժամանակները փոխվի։ Գիշերը Միանշանակ, գիշերը դա երբեք չի հնանում, տնից փախել եմ նել կարող եմ ասել, որ էլի այդ լավերի մեջ է մտնում։ Ուշացել եմ, շատ են, արտակ, 3 չի հաստատ, ես անգամ որ գնում եմ համերգների, միշտ եմ փորձում եմ նոր երգերից էլ տենց զետեղել այդ երգերի մեջ, բայց միևնույնն է հիմնը։ Հա, իհարկե, հիմնը բոլորը սպասում են, չգիտեմ, մարդիկ կան գալիս են մինչև վերջ նստում են սպասում են, որ ես երգեմ այդ իրանց ուզած երգը։ Կանաչ կարմիր է։ Հա, կամ չգիտեմ, հարցնում եմ, ասում եմ, օրինակ, որ երգը այդտեղից գոռում են այս երգը, ասում եմ, հա, պետքա մինչև նստեք համբերեք, հեսա պետքա երգեմ, հա, այդպես։ Սիլվա, փոքր շուկայում երկար տարիներ հետաքրքիր մնալը շատ դժվար է։ Գաղտնիք չէ, որ մեր երկրում 3 միլիոն եւ մի փոքր ավելի մարդ է ապրում, մենք ունենք սփյուռք, թող լինի 10 միլիոն, Աստված տա եւ ավել ընդհանուր 10 միլիոն ենք։ Բարդ է այս շուկայի մեջ լինել անդադ հետաքրքիր է, ինչ ես անում այդ ուղղությամբ։ Այդքան հիթերից հետո, այդքան ալբոմներից հետո։ Հետո մարդիկ տարբեր են բոլորին բավարարել ըստ իրենց ցանկություններին, այո, անհնար է, բայց դուք հաճելի կերպով միշտ դրական եք ասոցացվում, միշտ դրական է ձեր մասին արձագանքը, այդ է ինչից է գալիս է։ Երևի որ տարիների ընթացքում չենք փոխում մեր տեսակը, մեր դեմքը, մեր ոճը, ամեն դեպքում ինչ էլ որ երգենք, այդ մեր ձեռագիրը կա դրա մեջ։ Հետո այդ ընտանեկան իդեալը, որ շատ գրավում է, տարիները ինձ երբեք չեն փոխում, միգուցե ես ուղղակի տարիքով եմ մեծանում, միգուցե չէ տարիքով եմ մեծանում, բայց ընդհանուր ոչինչ իմ մոտ չի փոխվում, փորձում եմ իհարկե նաև հետ չմնալ նորություններից, հետևում եմ, փորձում եմ այդ նորության մեջ էլ ստեղծել իմը, չգիտեմ ինչքանով է դա ստացվում, բայց ինչպես ասեցի, այդ կոմենտներից հասկանում եմ, որ ճիշտ ուղու վրա եմ ամեն դեպքում։ Սիլվա, քո ամենաերկար գոլեգան Հայրիկը, որի հետ այդքան աշխատում եք, հիմնական դատավորը, այսպես ինչ դիագնոզ է տվել այս երգին օրերով։ Ես ասեմ, երբ որ պատրաստ էր գործիքավորումը ու ինձ կանչեցին, որ ես գնամ լսեմ, ես մտա տեսնեմ պապաս լացում, մամաս լացում, ասում ինչ է եղել։ Ու այդ ամեն անգամ լսելուց էլ իրանք հուզվում էին, երևի բացի են, որ երգը ինքը էսենց շատ մելոդիկ սիրուն է, նաև դուդուկի այդ հատվածը, որ շատ ինձ համար հետաքրքիր էր այդ լուծումը, այդ դուդուկն էլ իրենն էլ արել էր, մի խոսքով շատ մի հուզված ընտանիք։ Մի հուզված ընտանիք։ Նոր հեռուստասերիալ Armenia TV եթերում մի հուզված ընտանիք։ Սիլվա, եւ վերջում էլ դու այն քիչ երգչուներից ես, որի երգերը այդքան Ղրղզստանում են երգում, Կիրգիզստանում, տարբեր տեղեր, Ղազախստանում, Ուզբեկստանում, ասեմ, որ ես շատ են ինձ ուղարկում իմ գողացված երգերը, ես իհարկե բոլորին չեմ կարող դեմ առնել, այսպես ասեմ, որտեվ պետքա շատ դատական պրոցես ապանջում շատ լուրջ եւ իմ երկրում եւ տվյալ երկրում, բայց հիմա ասեմ կոնկրետ նորահարսիկ երգի մասին, ուրեմն ուզբեկ երգիչ կար, ով ոչ միայն վերցրել երգել էր իմ երգը, այլ նաև տակը հեղինակի անունը գրել էր իրեն, չեր նշել ոչ քրոջս անունը, ոչ իմ անունը որպես cover, եւ հետո ես տեսնում եմ, որ շատ մեծ տարածություն է գտել անգամ արդեն մեր հարևան երկրներն են երգում իրենց լեզվով, YouTube-ով ես բողոքարկեցի, YouTube-ը ջնջեց միլիոնավոր դիտումներով այդ ուզբեկի կատարումը, նաև մյուսինը, պատկերացրեք, որ մեր հարևան երկրի ներկայացուցիչները անգամ չգիտեին, որ այդ երգը իմներ, ներողություն էին խնդրել, որտեվ իրենք տեսել էին, որ այդտեղ հեղինակը նա է։ Երբ ջնջեցի, տվյալ անձը ինձ ասում է
Բացի այն, որ ինքը YouTube-ին նաև խաբել էր, ասել էր, որ ինքը ունի լիցենզավորված այս երգը, բայց YouTube-ը բնականաբար շատ լուրջ կայք է եւ միևնույն է ջնջել էր դա, հետո ինքը գրեց, ասեց ինձ ուզում եմ գնել իրավունքները, ես էլ իրեն ոչինչի տեղ ուշացել ես դու արդեն, հա, ուզում եմ ասեմ, եթե այսպես խորանամ, պատկերացնում եք ինչքան լուրջ դատական գործերի, այո, թիմ պետք է զբաղվի, որովհետև այդպես տարածվելով գնում են, նույնը գիշեր երգը շատ են։ 100 տարի հետո դժվար ենք տարանջատելու, որ նա ճիշտ է, որ սխալ ամենակարևորը։ Մանեին ասում եմ, մանե, քեզ պետք է ԱՊՀ երկրների վաստակավոր կոմպոզիտոր տալ, որովհետև հիմնականում ԱՊՀ երկրներն են, որ տարածումը հա այդպես գնում է։ Սիլվա, քեզ քո քույրիկին, քո ընտանիքի ստեղծագործական մեջ ճիշտ, դուք ոչ միայն լավ ընտանիքի օրինակ եք, այլև այսպես հրաշալի ստեղծագործ ընտանիք, որը այսպես զարդարում է մեր երաժշտադարանը, լավ իմաստով մեր երկրի։ Արտակ ջան, շնորհակալ եմ, որ մենք էլ ունենք քոպես ընկերներ, որ անդավաճան են, միշտ ուշադիր են, շատ քեզ սիրում ենք, հարգում ենք ձեզ նույնպես։ Շատ լավն եք։ Եվ նաև եթե թույլ կտաք, քանի որ մեզ նաև Սփյուռքն է դիտում, ես ուզում եմ ասել, որ շատ շուտով շրջագայության պետք է մեկնեմ Ռուսաստանի քաղաքներ, ինձ հետ լինելու է նաև Գուրգեն Դաբաղյանը, մեր շատ սիրելի երգիչ։ Ռուսաստանի քաղաքներում ելույթ ունենալուց հետո ես պետք է նաև լինեմ Ամերիկա Միացյալ Նահանգներում։ Կհանդիպենք ամռանը։ Դե հա, այդպես է դուրս գալիս, մայրերի տոնը մայիսի 11-ին լինելու եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում իմ համերգով, մի խոսքով հրավիրում եմ մեր հայերին ու ձեզ էլ շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ լիքը էներգիա է որ։ Սփյուռքը ձեզ գրկաբաց դիմավորելու է եւ շատ կարոտած։ Վերջը Սիլվա համերգները միշտ շատ լավ են անցնում, հենց այդպես։ Քեզ լավոր ու լավ տրամադրություն Սիլվա ջան։ Իսկ հիմա արգելի հեռուստադիտողներ ներկայացնենք արդեն շատերին հարազատ դարձած մեր գործընկերոջը Գուցեմին, որը բազմաթիվ ընկերությունների, ընտանիքների բաժան մասն է դարձել իր լավագույն առաջարկներով։ Բացի այն, որ Գուցեմը բացառիկ հնարավորություն է ընձեռնել մեր հայրենակիցներին ձեռք բերել բոլորի կողմից շատ սիրված IKEA բրենդի ապրանքները, նաև արդեն կարող եք ձեռք բերել տնտեսական, կենցաղային եւ սպորտային ապրանքներ, որոնք ի դեպ շուկայական արժեքներից անհամեմատ ցածր են։ Գուցեմը աչքի է ընկնում նաև հաճախորդների հետ ունեցած անմիջական կապով եւ սպասարկման որակով։ Նախքան գնումներ կատարելը ուղղակի գրեք կամ զանգահարեք եւ կստանաք տվյալ ապրանքի վերաբերյալ մանրամասն եւ սպառիչ պատասխաններ։ Չմոռանանք նաև նշել, որ ամեն շաբաթվա առաջարկի բաժնից թվով 10 ապրանք, որոնք այս պահին ձեր էկրաններին են, սիրելի հեռուստադիտողներ, կարող եք ձեռք բերել ինքնարժեքով Գուցեմ քո on-line հիպերմարկետում։ Ամեն ինչ ասացիր, հիմա ճիշտ պահն է, որպեսզի խոսքը փոխանցենք Սաթենիկին, տեսնենք ինչ փուլում է, բայց մինչև Սաթենիկին է խոսքը փոխանցելը, գիտենք գովաստ, հետո նոր վերջնարդյունքը կտեսնենք։ Անամբեր ենք։ Այս մռայլ օրով ուրախ հյուրեր ընդունեցինք, սիրուն զրույց ունեցանք, ճանապարհեցինք, ճիշտ պահն է տեղափոխվելու խոհանոց։ Պահքային աղցանը սպիտակուցներով, մանրաթելերով պատրաստ է, գեղեցիկ զարդարել եմ, մնում է, որ մենք վայելենք։ Ես ձեզ խնդրում եմ, որպեսզի դուք մտնեք մեր Facebook-յան էջ, տեսնեք պատրաստման ընթացքը, բաղադրիչների հետ ծանոթանաք եւ պատրաստեք, որովհետեւ շատ օգտակար է։ Իսկ ձեզ լավ որ տրամադրությունը թող չընկնի, Անդրեյվում է։ Գարուն է։ Միջ վաղը, հաջողություն։ Արգելի հեռուստադիտողներ, եւ հիշեք, որ պարավը հավիտենական չէ, պարբյուլերը դգնան։ Եվ ապանեք այո, ձեր ներսի լավ տրամադրությունը, ջերմ էներգիան եւ անպայման շատ ժպտացեք։ Հաջողություն։ Հաջողություն։